Պարսից ծոցում ծավալվող ճգնաժամը եւ պատերազմը այս շրջափակումը կարող է կարևոր հետևանքներ ունենալ նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համար։ Բոլոր նշանները մենք դիմատեսնում ենք, որ Տրամպը կարող է երկար չմնա իշխանության։ Միացյալ Նահանգներում հսկայական բողոքներ են եղել, 8 միլիոն մարդ դուրս եկել փողոց, Ալյասկայից մինչև Վաշինգտոն, 3000 քաղաքներում 8 միլիոն մարդ բողոքում էին իր դեմ։ Միջանկյալ ընտրությունների ընթացքում մոտավորապես 26 տեխնացու, որոնք աջակցում էին Տրամպին, փոխարինվեցին, այսինքն նրանք այլևս իրենց պաշտոնները չեն զբաղեցնում, եւ նոյեմբերին բոլոր նշանները կան, որ դեմոկրատները հաղթելու են կոնգրեսում, որից հետո անշուշտ սկսելու է Տրամպի impeachment-ի գործընթացը, քանի որ Էփշտեյնի գործերում կա նաև 50H, որտեղ Միկին նկարագրում է, թե ինչ այլանդակություն է նա արել իր հետ, երբ որ նա անչափահաս էր։ Դե մենք արդեն ոչ մի բանի չպետք է զարմանանք, անգամ նրան, որ ասենք անգլիական թագավորական ընտանիքի անդամը այլանդակություններ է անում անչափահաս աղջիկների հետ, Անգլիայի թագավորի ընտանիքի անդամը, ուղղակի էլ ասելու բան չկա, կամ նախկին նախագահները Միացյալ Նահանգների։ Արդեն 70 կոնգրեսմեն սկսել են մի նախաձեռնություն Միացյալ Նահանգներում, որպեսզի հեռացնեն Տրամպին իր պաշտոնից 25-րդ փոփոխության հիմքի վրա, այսինքն ապացուցելով, որ նախագահ առողջական կամ հոգեբուժական պայմաններով, հոգեբանական պայմաններով այլևս չի կարող զբաղեցնել իր պաշտոնը եւ երկրի ղեկավարի։ Տեխաս նահանգը շատ հնարավոր է, որ անցնի դեմոկրատների ձեռքը այս անգամ, որը չի եղել 30 տարի։ Նա միշտ եղել է կարմիր նահանգ, այսինքն հանրապետական նահանգ, ոչ թե դեմոկրատական։ Բոլոր նշանները կան, որ մեծ պարտություն է սպասում Տրամպի կուսակցությանը նոյեմբերին, որից հետո նա էլ է հեռացվելու։ Հիմա դա ինչ է նշանակում մեզ համար։ Մեր աշտարակի ձորի համալսարանը ավարտած այսպես կոչված մասնագետներ, փորձագետները, որոնք հրավիրվում են Հ1, այսինքն պետական հեռուստատեսության առաջի ալիքով, այսպես հիմարություններ են մեզ ասում։ Եթե հիշում եք, ասում են մենք ունենք Տրամպի WhatsApp-ի համարը, այսինքն խոսում են 7 տարեկան երեխայի լեզվով։ Ուրեմն Տրամպը երկար չի մնալու իր պաշտոնում եւ այդ WhatsApp-ի համարը երևի պետք է փոխել։ Եվ հաջորդ նախագահը երևի չի էլ հիշի, թե Տրամպը ինչի մասին է մեզ հետ պայմանավորվել եւ այդ Զանգեզուրի միջանցքը տրիպ անունով շատ արագ կանցնի Իսրայելի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքը։ Եվ մենք չենք ունենալու մեր սահմանը Իրանի հետ։ Եվ երկրորդը, եթե հիշում եք, մեզ ասում են, որ Տրամպը ապահովելու է մեր անվտանգությունը։ Նայեք ինչ է կատարվում Պարսից ծոցում։ Նայեք ինչ է կատարվում Կուվեյտում, Կատարում, Էմիրատներում,